Moses J. Mosley, ամերիկյան դերասան, գրող և մոդել։ Մոսլին հայտնի է «Խաչաչի է մեր սվետի» սերիալի նյութերով։ Դերասանը դերեր է ունեցել նաև «Արավի թագուհին և պահապանները» սերիալներում։ Նկարահանվել է նաև «Արյան հատորներ սարսափ պատմություններ» սերիալում։ Դերասանը նկարահանվել է նաև «Հարավային տապակած զոմբիների հարձակումը» ֆիլմում։ Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 23-ին Հարավային Կարոլինայում։ Առեղծվածային հանգամանքներում զոհվել է 2022 թվականի հունվարի 26-ին հրազենային վնասվածքներից 32 տարեկանում։ 2022 թվականի հունվարի 26-ին Մոսլիի մարմինը հայտնաբերվել է Ջորջիա նահանգի Ֆոքս Բրիջի Հադսոն կամրջի մոտ իր ավտոմեքենայում։ Դերասանի մարմնի վրա հրազենային վնասվածքներ են եղել։ Ջոնաթան Բրենդիս, ամերիկյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Ջոնաթան Գրեգորի Բրենդիսը ծնվել է 1976 թվականի ապրիլի 13-ին Դանբերի քաղաքում, Կոնեկտիկուտ։ Ուսուցչուհի և անձնական մենեջեր Մերի և հրշեջ և մթերք վաճառող Գրեգորի Բրենդիսի ընտանիքում։ Ինքնասպանություն է գործել 2003 թվականի նոյեմբերի 12-ին 27 տարեկանում։ Ջոնաթանն իր դերասանական կարիերան սկսել է 6 տարեկանում, որպես մոդել հանդես գալով մի քանի հեռուստատեսային գովազդներում։ Այնուհետև ստացել է իր առաջին դերը և մարմնավորել է երիտասարդ Քևին Ռայլի Բյուքենենին «Մեկ կյանք» հեռուստասերիալում։ Երբ Ջոնաթանը 9 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես, տղայի դերասանական կարիերան ավելի առաջ մղելու համար։ Կարճ ժամանակ Ջոնաթանը նկարահանվել է էպիզոդիկ դերերով «Ով է ղեկավարը», «Ֆուլ Հաուս», «Քեյթ և Ալի» հեռուստատեսային արտադրություններում և «Լոս Անջելեսի օրենքը» հեռուստասերիալում։ 1990 թվականին Ջոնաթանը ստանում է իր առաջին գլխավոր դերը 1990 թվականի «Անվերջանալի պատմություն 2» ֆենթեզի ֆիլմում, մարմնավորելով երիտասարդ Բաստիան Բաքսին, ով գնում է ֆանտազիայի կախարդական աշխարհ՝ օգնելու հեքիաթային թագավորության բնակիչներին։ Նույն թվականին Ջոնաթանը խաղացել է Բիլ Դեմբրոյի «Կակազողը» ֆիլմում, որը Սթիվեն Քինգի համանուն էպիկական սարսափ վեպի կինոադապտացիան է։ 1992 թվականին Ջոնաթան Բրենդիսը նկարահանվել է «Պարնի Յուդար» մարտաֆիլմում, հայտնի մարտարվեստների վարպետ և դերասան Չակ Նորիսի հետ։ Նույն թվականին նկարահանվել է Բոժի Կորովկի կատակերգական սպորտային ֆիլմում կատակերգակ դերասան Ռոդնի Դանգերֆիլդի հետ։ Ջոնաթանը առավել հայտնի է ստորջրյա ոդիսական գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում Լուկաս Վոլանչեկի դերով։ Այդ ժամանակ Ջոնաթան Բրենդիսը դարձել է ամբողջ աշխարհի դեռահասների կուռքը։ Բրենդիսը լսումներ է անցել «Զվյոզդնիե վոյնի» էպիզոդ 2 «Ատակա կլոնով» ֆիլմում Էնակիս Քայոուքերի դերի համար, բայց ի վերջո դերը բաժին հասավ Հայդեն Քրիստենսենին։ Դպրոցական տարիքում դերասանը հանդիպել է դերասանուհի Բրիտանի Մերֆիի հետ, ում հետ միասին նկարահանվել են ստորջրյա ոդիսական հեռուստասերիալում։ 1995 թվականի մայիսից մինչև 1998 թվականը Բրենդիսը հանդիպել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Տատյանա Ալիի հետ։ 2000 թվականին հանդիպել է դերասանուհի Մոնիկա Կինայի հետ, ով իր գործընկերն է եղել «Վատ աղջիկները բարձր հովտից» ֆիլմում։ 2003 թվականի նոյեմբերի 11-ին, մոտավորապես ժամը 23:40-ին, Ջոնաթան Բրենդիսը կախվել է իր բնակարանի միջանցքում։ 15 րոպե անց նրան գտել են անգիտակից վիճակում, սակայն դերասանը դեռ ողջ է եղել և նրան շտապ տեղափոխել են Լոս Անջելեսի Սեդար Սինայի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը և նոյեմբերի 12-ի գիշերը ժամը 02:44-ին բժիշկներն արձանագրել են դերասանի մահը։
Նա ինքնասպանության գրություն չի թողել, իսկ թունաբանական հետազոտություններն ապացուցել են, որ նա թմրանյութեր կամ ալկոհոլ չի օգտագործել, երբ որոշել է կախվել։ Այնուամենայնիվ, նրա ամենամոտ ընկերները պնդում էին, որ իր կյանքի վերջում Ջոնաթանը խորը դեպրեսիայի մեջ էր, որն առաջացել էր իր կարիերայի ծանր վիճակի պատճառով։ Նա մեծ հույսեր էր կապում «Հացի պատերազմը» ֆիլմի հետ, բայց նրա դերը դրանում խիստ սահմանափակվեց մոնտաժի ժամանակ։ Անընդհատ նա խմում էր և կարող էր ցանկանալ հեռանալ այս աշխարհից։ Դերասանի մահը և ինքնասպանությունը նույնպես մինչ օրս մնացել է առեղծված։ Դերասանի մարմինը դիակիզվել է և մոխիրը տրվել է դերասանի ընտանիքին։